Այս տարեք մոտ։ Տեկիների տագալից Այսօր մեր ակցիան համարում ենք ավարտված, այսօր ակցիայի նպատակն է ներկայացնել մեր պահանջները, որպեսզի նախաձեռնվի քրեական գործ այն քաղաքացիների մասով, ովքեր տուժել են եւ դարձել են զեղծարության զոհ եւ դրանով պայմանավորված հանցագործության մասին հաղորդում տվեցինք եւ հնչեցրեցինք մեր պահանջները այն մասով, որպեսզի քրեական գործ նախաձեռնվի պետական այն պաշտոնյաների մասով, ում անգործության հետևանքով երկրում նմանատիպ հանցագործություններ են առաջացել եւ ծաղկուն կերպով զարգանում են դրանք, որովհետեւ եթե ի սկզբանե մարդիկ զբաղվեին իրանց գործով, երկրում այս քաոտիկ վիճակը չէր առաջանալու, սա ինչ է, նախ եւ առաջ ամենաառաջին հերթին, սա անօրինական ձեռնարկատիրություն է, որ դրա արդյունքում մենք ունենք 17, 18, 19, 20 հազարից ավելի տուժածներ։ Ինչի եմ այսպես հաջորդական ասում թվերը, որովհետեւ 1000 հոգի այս հարթակի միջոցով են տուժել, 2000 հոգի այն հարթակի միջոցով են տուժել, 17000 հոգի հելոբիթի միջոցով են տուժել եւ այդ մասին իմացել են պատկան մարմինները եւ սահմանափակվել են ընդամենը զգուշացումներով։ Իvan Կարագյոզյան, տեսեք, դուք խոսում եք 17-18 հազար տուժողների մասին, բայց ընդամենը 33 դիմում մուտքագրեցիք։ Ինչու մարդիկ չեն ցանկանում եւս մեկ անգամ դիմել պետական մարմինին։ Ասեմ, որովհետեւ մարդիկ ներկայացել են պետական մարմիններ, ոստիկանության բաժանմունքներ, հանցագործության մասին փորձել են հաղորդում տան, տեսեք տիկինը գլխով էսպես է անում, համաձայնում է, եւ նրանք ենթարկվել են ներողություն, ծաղրուծանակի, ուրիշ բառ չունեմ ասելու, որտեղ է ձեր գլուխը, եւ այդքանից հետո այդ քաղաքացիները պետքա վստահեն այդ կառույցներին, եւ սա պետքա մտահոգի դատախազին, որովհետեւ այստեղ արդարադատությունն է ընդհանրապես տուժում։ Տեսեք, նույն հելոբիթը միջազգային սխեմա է, միջազգային հարթակներում է տարածում գտել եւ փորձագետներն ասում են, որ դրա բացահայտումը գրեթե անհնարին է։ Հիմա դուք դատախազությունից ինչ սպասելիքներ ունեք։ Տեսեք, եթե դա ասելու բան չի, հանցագործության բացահայտումը անհնարին է, այսինքն հարգելի քաղաքացիներ, ձեզ ինչ կանեն, թող անեն, որևէ մեկին չի հետաքրքրում, այս մոտեցումը մենք չենք կիսում, սա մեկ, եւ այդ հարթակները, եթե անհնարին են բացահայտելը եւ ակնհայտորեն փորձագետներն էլ մատնանշում են, որ այս հարթակը անօրինական է, զգուշ մնացեք։ Բոլորը գիտեն, որ այդ հարթակը անօրինական է եւ զեղծարած խարդախ հարթակ է, ինչի չեն դարձնում այդ կայքերը նախ եւ առաջ անհասանելի, ամենաառաջին ինչի չեն դարձնում անհասանելի։ Եվ դրանով պայմանավորված, եթե այդ հանցագործները չեն պարզվում, քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում, բայց քաղաքացիների իրավունքների վերականգնելու պարտականություն, օրենսդրական պարտականություն ունի տվյալ պետական մարմինը, սա մեկ, հանցագործությունը բացահայտելու օրենսդրական պարտականություն ունի տվյալ պետական մարմինը, եթե իրանք չեն կարողանում աշխատեն, չեն կարողանում բացահայտեն եւ ըստ էության անհնարին է բացահայտումը, ինչով են, ինչի համար են իրանք աշխատավարձ տանում, ուրեմն փակեք այդ վարչությունները։ Պարոն Կարագոսյան, բայց օրինակ ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ քաղաքացիները զերծ մնան նման բաներից, չի թվում, որ քաղաքացիները բավարար մեդիագրագետ չեն, որպեսզի նման մեդիագրագիտության խնդիրներ։ Տեսեք, մենք հաճախ կյանքում տարբեր հարցերում ես անգրագետ եմ։ Առողջապահական հարցերում ես անգրագետ եմ։ Տեսեք, ներողություն, ես ձեր հարցը հասկացել եմ, տեսեք, ես իհարկե ոչ, բայց տարբեր քաղաքացիներ եւ բացի այդ քաղաքացիները իրենց շատ հաճախ եւ բազմաթիվ դեպքերում իրենց կամքով չեն տալիս իրենց անձնական տվյալները, նախ դա գողանում են եւ շատ է ուզում պատասխանել այն հարցին, որից դուք հիմա ինձ շեղեցիք, որն է, որ մեդիագրագիտության պակաս եւ այլն, բայց այդ մարմինները ունեն պարտականություն պաշտպանելու նաեւ անգրագետ քաղաքացիներին։ Եթե իրանք այդ քաղաքացիներից մի քիչ գրագետ են, ոչ ավելի անգրագետ իհարկե։ Եթե այդ քաղաքացիներին իրանք level-ով իրանց ավելի բարձր են համարում, մինչդեռ ես ավելի ցածր եմ համարում։
Եթե իրանք ավելի բարձր են համարում, ուրեմն իրանք պետքա իրանք գործը ուղղակի անեն։ Դե փաստացի ինչ որ հայտարարություն տարածել էին, չէ՞։ Հայտարարություն տարածելով ոչի հայտարարություն ես կարամ տարածեմ, լրատվամիջոցները կարան տարածեն, բոլորը կարող են տարածել։ Փորձագետ Սամվելն էլ է հայտարարություն տարածել, բայց սա պետական մարմինն է, նա գործողության պետքա գնա, քննչական կոմիտեի է, ինչի է ուխտի ականջում քնած, չէ որ ունի հատուկ դեպքերի քննության վարչություն, ինչով է զբաղված այդ վարչությունը, փակեք, գլխավոր դատախազությունը մինչև այսօր չունի կիբերանվտանգության վարչություն, որ այսօր մասնագետի ուզենամ հանդիպեմ, հետը քննարկեմ, մտածեմ լուծումների մասին, հասկանամ նրանք ինչով են զբաղվել, ինչով չեն զբաղվել, չունի դատախազությունը կիբերանվտանգության վարչություն։ Ինչ դիմենք, ինչ ասենք, հանցագործության մասին հաղորդում են տալիս, լուրջ չեն ընկալվում, կներեք։ Բա եկել ենք դատախազության ենք դիմել, ստիպված, վերադաս մարմինը ինքն է։ Պետքա վերահսկի, պետքա անպայման հանցագործության մասին հաղորդումը պետքա ընդունվի, ընկալվի, քրեական գործը նախաձեռնվի եւ քաղաքացին ճանաչվի տուժող, որովհետեւ իրական տուժող է։ Պարոն Կարագյոզյան, տեսեք, ասում եք կանխարգելիչ գործողություններ չեն արել։ Ինչպես եք պատկերացնում, ոստիկանությունը անհատապես պետք է բոլոր մարդկանց հաշիվների վրա կարողանա ազդեցություն ունենալ եւ հետեւել, թե նրանք ինչ են անում, ինչ ոչ։ Հնարավոր է, որ ես պատկերացումներ չունենամ, բայց ես հասարակ օրինակ եմ բերում, եթե ես փողոցում կոնֆետ վաճառեմ, ինչը անօրինական ձեռնարկատիրություն է, ինչ պիտի անեն։ Եվ կանեն, բայց այս դեպքում ինչի չեն անում, ոնց, նա էլ է ակնհայտ, եթե բոլոր փորձագետները զգուշացնում են, անգամ իրանք էլ են զգուշացնում, ակնհայտից էլ ակնհայտ է, պարզից էլ պարզ է, հանցագործություն է տեղի ունենում, եւ բոլորը քնած են ուխտի ականջում։ Լավ, հաջորդիվ ձեր քայլերը որոնք են լինելու։ Հաջորդիվ մեր քայլերը պետքա գնանք քննչական կոմիտե, այնտեղ իրանք կտեսնեն մեր պահանջները։ Պահանջներով։ Նույն պահանջները ո՞րն է, պետքա պահանջեն քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում, ինչը իրենց օրենսդրական պարտականությունն է։ Այդ գումարը թող հետ տան։ Փողս հետ տուր նախաձեռնությամբ գնալու են քննչական կոմիտե։ Այսքան բան այսօր։ Ոնց իհարկե, բա կարող է փողոցում ուղակի դուրս են եկել գորգորալու։ Պարտավոր են, քանի որ իրանց բաց թողումների, իրանց հանցավոր անգործության պատճառով է առաջացել այս վիճակը, ուրեմն թող իրանք վերականգնեն քաղաքացիների ֆինանսական իրավունքները եւ վերջ։ Ներողություն, մի ճշտող հարց եւս։ Բանկերի խաբեությունների հետ կապված եւս նման հայտարարություններով, ակցիաներով հանդես եկան գումարները ի վերջո հետ վերադարձվեցին թե ոչ։ Մինչև 2025 թվականի մինչև հունիսի 1-ը, որ քաղաքացիները որ տուժել էին բանկերում, ովքեր որ դարձել էին զեղծարության զոհ եւ ում անունով ձևավորվել էին վարկեր, վարկային պահանջները դադարեցվեցին, կասեցվեցին մինչև քրեական գործի ավարտը։ Դե հիմա թող հիմա էլ ասեն չի բացահայտվում։ Չի բացահայտվում, թող այդպես չբացահայտված էլ մնա, այսինքն պահանջներ չի լինելու քաղաքացիների նկատմամբ։ Եվ այն գումարները, որոնք գողացվել էին քաղաքացիների հաշիվներից, վերադարձվեցին քաղաքացիներին։ Այո, դա էլի անհավանական է թվում լայն հանրությանը, եւ դա քարոզչության արդյունք է։ Հանրության հույսը կտրում են, որ ձեր իրավունքները կարող են վերականգնվել, բայց մենք հանրությանը հույս ենք տալու եւ արդարացնելու ենք այդ հույսերը։ Այս քաղաքացիների գումարը պետքա տան եւ վերջ։ Պարոն Կարագյոզյան, մի քաղաքացու հետ էինք մենք քիչ առաջ զրուցում, ասաց, որ Գազպրոմից SMS է ստացել, որտեղ որ իրեն առաջարկել են վարկ ձևակերպել։ Մտավախություն չի առաջացրել, կասկած չի առաջացրել, թե Գազպրոմը ամեն դեպքում ինչ կապ ունի վարկի հետ եւ ինչպես կարող է վարկ տրամադրել։ Այսպես ես մի անգամից ամեն դեպքում բոլոր դեպքերում չեմ կարող գնահատականներ տալ, սա զեղծարություն է, սա զեղծարություն չի։ Գուցե զեղծարություն չի, հիմա մենք ասենք զեղծարություն է եւ ինչ որ ընկերություններ մեզ մեղադրեն։ Դա պետք է ուսումնասիրել, հետազոտել։ Ես ինչ իմանամ, ֆինանսական կազմակերպությունները սնկի պես ծլում են ամեն օր ինչ որ ֆինանսական կազմակերպություններ են առաջանում եւ վարկեր են առաջարկում քաղաքացիներին։ Պետք է ուղղակի ուշադիր լինել, բայց նորից եմ ասում, պետությունը ունի պարտականություն պաշտպանելու նաեւ մեդիա անգրագետ քաղաքացիներին։ Այսքանը, հարգելի լրագրողներ, շատ շնորհակալ եմ ձեր ներկայացվածության համար։ Այսօր մեր ակցիան ավարտվում է, շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Շատ